Պարոն վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մի քանի օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, մեկը ընտրական ցենզի հետ կապված, ովքեր ըստ նախագծի 6 ամսով բացակայել են երկրից չկարողանան ընտրությանը մասնակցել, մյուսը ընտրակաշառքների հետ կապված, որ չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցեն։ Սա ինչ է նշանակում, ԿՊՆ իշխանությունները ընտրություններից անմիջապես հետո այսպիսի փոփոխություններ նախաձեռնելով արդյոք կարճ ժամանակում պատրաստվում են նոր ընտրություններ անցկացնել թե ոչ, եւ պարոն վարչապետ, ԵԱՏՄ-ի խնդիրների հետ կապված դուք քարոզարշավի ժամանակ ասում եք, որ դուք բացառիկ պաշտոնյաներից եք, որ ԵԱՏՄ երկու բարձրագույն մարմիններում ներկայացված եք, ընտրություններից հետո կգնաք, փաստերը կդնեք սեղանին եւ խնդիրները կքննարկեք, կլուծեք, կգաք, բայց երբ է այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ եւ ինչպես ասել եմ, կզբաղվենք, բայց այսօր ենք զբաղվում եւ Եվրասիական տնտեսական միության ինստիտուտները աշխատում են, այսինքն դա սովորական ընթացիկ process է եւ այդ process-ներին կմասնակցենք։ Առաջին հարցի հետ կապված իհարկե ոչ, մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել։ Խնդիրը հետեւյալն է, որ ընտրություններին նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք։ Այս է պատճառը, որ պարզապես այն ինչ որ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդիկ, այսինքն իրանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում։ Այսինքն առաջարկ կա դեռ փետրվարին, մարտին, ապրիլին, նույնիսկ մայիսին, պահանջներ եւ այլն, բայց ես դեմ եմ եղել ընտրություններից առաջ նման փոփոխություններ անելու եւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո այդ փոփոխությունները կարվեն։ Չկապ չունի, բայց քաղաքական արձանագրումը անելը մարդկանց խոստացել ենք, որ կանենք ընտրություններից անմիջապես հետո։ Մարդկանց տված խոստումը կատարելու մասին է խոսքը։ Շնորհակալություն հրապարակում։ Պարոն Փաշինյան, երեք դուք կրկին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ասացիք ջախջախելու եք, մի քանի անգամ այդ բառը կրկնեցիք, ինձ հետաքրքիր է ջախջախել ասելով դուք ինչ նկատի ունեք, ինչպես եք պատկերացնում այդ ճանապարհը, ինչպես է ջախջախումը դրսևորվելու, արդյոք մինչեւ ֆիզիկական ոչնչացում, օրինակ անաչառ դիտորդը կարող է նայել, հասկանալ ջախջախում ֆիզիկական ոչնչացում եւ ինչ այս եղել է մարդիկ ում ջախջախել եք ընդդիմադիրներից, կարող եք ասել ում եք ջախջախել, թե դեռևս ջախջախումը առաջիկայում է տեղի ունենալու։ Ընդհանրապես իմ բոլոր արտահայտությունները եւ հայտարարությունները պետք է դիտարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը տեղավորվում է այդ շրջանակներում, ում ջախջախել եմ արդեն հիշողությունս թույլ չի տալիս, որովհետեւ այնքան եմ մոռացել իրենց, որ պետք է մի 5 րոպե մտածեմ, որ ասեմ։ Այդ աստիճանի է պետք ջախջախել։ Արթուր Օսիպյանն ով է, քաղաքական հակառակորդ է։ Նկատի ունեմ քաղաքական իմաստով, այսինքն զրոյացնել նրանց քաղաքական ազդեցությունը, ապօրինի քաղաքական ազդեցությունը զրոյացնելու մասին է, որովհետև ընտրակաշառքներ բաժանելով Հայաստանում պետք է բացառվի քաղաքական ազդեցությունը, փողի գործադրմամբ։ Էլ չեմ ասում, նախկինում ասել եմ, ըստ էության ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում իմ ունեցած ելույթներում, ամեն ինչ ասել եմ։ Հիմա դրա չկրկնեմ, բառացիորեն ամեն ինչ ասել եմ։ Նույնիսկ կան թեմաներ, որոնց տասնյակ անգամներ եմ անդրադարձել, այդ ամեն ինչը տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ նկատի ունեմ։ Հաջորդ հարցը Աննա